SOS մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի ստեղծման պատմությունը սկիզբ է առել 88-ի երկրաշարժից հետո։ Աղետի հետևանքով ծնողազուրկ հարյուրավոր երեխաների խնամքն ու ընտանեկան ջերմությունն են ապահովել Կոտայքում հիմնված առաջին SOS մանկական գյուղում։ 35 տարիների ընթացքում SOS մանկական գյուղեր հիմնադրամը մասնաճյուղեր է հիմնել հանրապետության մարզերում, 4-րդը Շիրակ մասնաճյուղն է։ Գյումրիում այն ոչ թե շուրջօրյա խնամք է ապահովելու, այլ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ապահովությանը եւ նրանց ընտանիքների կայունացմանն է աջակցելու։ Այս մասնաճյուղի հիմնական ֆունկցիան լինելու է նա, որ իդենտիֆիկացնեն մարզում մանկալքության շեմին կանգնած ընտանիքները եւ այդ ընտանիքներին ուժեղացնելու, աջակցելու շնորհիվ կարողանանք երեխաներին պահել հենց կենսաբանական ընտանիքում։ Խնամքի հաստատություններում կամ մանկատներում հայտնվելու, ծնողական խնամքից զրկվելու տարբեր պատճառներ են հայտնի մասնագետներին։ Ծնողազրկությունից բացի ընտանիքի սոցիալական պայմանները, բարոյահոգեբանական վիճակը եւ այլն։ Երեխաների խնամքի կենտրոններում ամենաշատն են հայտնվում այն երեխաները, որոնք ծնողներ ունեն։ SOS մանկական գյուղեր հիմնադրամի Շիրակի մասնաճյուղում աշխատանք են տանելու երեխաներին կենսաբանական ընտանիքում պահելու ուղղությամբ, ընտանիքի անդամների կարողությունները զարգացնելու ճանապարհով։ Եթե հաջողենք այս մասով, ավելի քիչ երեխաներ կունենանք մեր խնամքի կենտրոններում, ճգնաժամային կենտրոններում, ավելի քիչ ընտանիքներ կունենանք, որոնցից ստիպված պետք է գնանք երեխաներին վերցնենք, ասենք դուք չեք կարողանում նրանց լավ պահել, տարբեր պատճառներով, սոցիալական, հոգեբանական, նյութական։ Այսօր մեր երկրում իրականում տիրում է սոցիալական որբություն, եթե այսպես ձևակերպենք, երեխաները ունեն գոնե մեկ ծնող։ Սակայն սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով երեխաները հայտնվում են խնամքի հաստատությունում։ Այ մեր ծրագրի աշխատակիցները, սոցիալական աշխատողները, հոգեբանները, հատուկ մանկավարժները փորձելու են գնահատել ընտանիքը եւ հզորացնել, որպեսզի երեխաները մնան կենսաբանական ընտանիքում։ SOS մանկական գյուղեր հիմնադրամի Շիրակ մասնաճյուղում թիրախային խմբերի հետ բազմամասնագիտական թիմ է աշխատելու։ 12 աշխատակիցներով տարբեր ուղղվածության ծառայություններ են մատուցելու, այդ թվում ծնողավարման դասընթացներ, հոգեբանական խորհրդատվություն, նաև մասնագիտական ուսուցում եւ ձեռներեցություն։ Մենք ահազանգեր ստանում ենք տարբեր տեղերից, դա համայնքապետարան, մարզպետարան, պոլիկլինիկաներ, ոստիկանություն, միասնական սոցիալական ծառայություն եւ ցանկացած ինֆորմացիայի մեր սոցաշխատողները միանշանակ այցելություններ են կատարում, կատարված այցելությունների եւ առաջնային գնահատման հիման վրա արդեն որոշվում է ընտանիքը կընդգրկվի մեր ծրագիր, թե չի ընդգրկվի։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ ընտանիքի անդամների աջակցման ուղղված ծրագրերից Գյումրիում արդեն 48 ընտանիք է օգտվում։ Տնայցերից ու կարիքի գնահատումից հետո համարվել են ծրագրի շահառուներ։ Շատ դեպքերում այդ կյանքի դժվարին պայմաններին հայտնվելուց երեխաները առանց իրենց կամքի կամ որոշմանը դրան եկել, անպատասխանատու ծնողների կամ այլ պայմաններից դուրս գալով ու շատ աստվածահաճո գործ է, երբ որ կան մարդիկ, որոնք կանգնում են դժվարին պայմաններ ունեցող երեխաների կողքին։ Հայաստանում խնամատարությունը զարգացնելու, հասանելի եւ մատչելի դարձնելու անհրաժեշտությունը կա։ SOS մանկական գյուղեր հիմնադրամը խնամատարության միջազգային փորձն ու հմտությունները հաշվի առնելով մանրամասն վերլուծել ու գնահատել է այն կարիքները, որոնք նաեւ օրենսդրական փոփոխություններ են պահանջում։ Դրանք անհրաժեշտ են խնամատար ընտանիքներին խրախուսելու համար։ 35 տարվա փորձը ցույց է տալիս, որ միայն ծառայությունների մատուցումը ընտանիքում եւ երեխայի կյանքում լուրջ փոփոխությունների չի կարող հանգեցնել, հետեւաբար մենք պետք է սկսենք այո երեխայից եւ ընտանիքից, բայց հասնենք մինչեւ օրենսդրական բարեփոխումներ եւ անպայման շեշտը դնենք նաեւ այն մասնագետների եւ մասնագիտական գործիքակազմի բարելավման վրա, որ աշխատում են այդ երեխաների եւ ընտանիքների հետ։ Աննան, Կոհարը եւ Ռուզաննան SOS մանկական գյուղերի խնամատարության ծրագրերում աշխատելու 10 եւ ավելի տարիների փորձ ունեն։ Երեխաների խնամքն ընտանիքներում իրականացնելու լավագույն փորձը նաեւ իրենց օրինակով են ցույց տալիս։ Մասնագիտական ծառայություններ մատուցելուց բացի արդեն մի քանի տարի է նաեւ խնամատար ծնող են։ Իրենց երեխաների կողքին ընտանիք են ինտեգրել խնամքի կարիք ունեցող երեխաների։ Ռուզան ջան, գիտեմ, որ երկար ժամանակ ավանդ ունեք երեխաների խնամքում, նշեմ, որ Ռուզանը այս պահին իր խնամքի տակ գտնվում է 7 երեխա։ 7 երեխաներից 4-ը ընդհանուր տիպի խնամատարության եւ 3-ը ճգնաժամային։
Բրավո, եկեք ծավ հայր։ Գնահատելով այն ազգները, որ շրջապատում դերևս կան այնպիսի երեխաներ, որոնք մնացել են առանձնողական խնամքի և ունենալի սիրո ջերմության կարիքը, որոշեցի Վերջին 3 տարում SOS մանկական գյուղերի օգնությամբ Հայաստանի մանկատներից ու խնամքի կենտրոններից կենսաբանական ընտանիք է վերադարձել 140 երեխա։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։